Մայրաթորը 3 կարգալույց հռչակեց մատնիչ Տեր Արամ Քահանա Ասատրյանին։ Դրա համար հիմք էին ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում բատարակներին միտումնավոր չի նշել ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները, շրջանցելով այդ եւ դրանով ստեղության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Տեր Արամն Օհանավան համայնքում գտնվող Հովհանավանք եկեղեցու հոգեվոր հովիվն էր։ Մեզ պատմեցին, որ վերջին օրերին թերևս իմանալով եկեղեցու մտադրությունների մասին, իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել եւ փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին։ Կանանցից մեկը ընդուբանեցքներ է տեղացել, ասելով, որ եթե իրենց քահանային կարգալույց անեն, տանելու է իր տանը թորներին պսակի։ Բայց փոխարինող քահանային անիծելուց հետո տոնդարձի ճանապարհին այդ կինն ընկել է, ոտք կոտրել եւ վիրահատության ենթարկվել։ ԱԺ փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաև իշխանական թիմում։ Ասում են Արթուկը միացնում է Ռուբինյանն է խոսում ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը։ Երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը շեֆի մոտ ցուցադրեր իր արժանինքները եւ բարձր ամբիոնից շշպռեր քաղաքական օպոնենտներին, ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաև այդ հարցում։ Ընդ որում ԿՊ վարչության վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին, նա 11-րդն էր։ Ուստի ԿՊ-ում կարծում են, որ նա այլևս չի կարող հավակնել այդ պաշտոնին, բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան, օրինակ Հայկ Կոնջորյանի, Լիլիթ Մակունցի։ Ասում են Փաշինյանն ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակվի, կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է։ Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն Դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավաքնորդների քննություն, որին մասնակցել է 36 անձ։ Քննությանը մասնակցած երկու տեխնացուի մասին հրապարակը գրել էր, մեկը Ներսես Զեյնալյանն է, արտադրության նախարար Սրփուի Գալյանի խորհրդականը, մյուսը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։ Ի դեպ նոր տեղեկություններ ենք ստացել, որ քննությանը մասնակցել է նաև մի քանի ընդդիմադիրների նախորդ երթին մասնակցած եւ երթից հետո կալանավորված տաշիրցիների գործով դատախազ Հայկ Ավետյանը։ Տեղեկացանք, որ Բարձրագույն Դատական խորհրդում ամփոփվել են քննության արդյունքները եւ քննությանը մասնակցած դատավոր դառնալու հայտ ներկայացրած 36 անձից ոչ մեկը չի կարողացել նվազագույն շեմը հաղթահարել, չի ստացել 80 միավոր, այսինքն ոչ մեկը չի անցել երկրորդ փուլ, իսկ առաջին փուլը սովորաբար ավելի հեշտությամբ են հաղթահարում, քան երկրորդը։ Երեկ ԿՊ-ն մերժեց ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր Պատիվ ունեմ խմբակցությունը եւ որը կարճ ասած իմպիչմենթի հիմքերի մասին նախագիծն է։ Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել, իսկ ԱԺ լիագումար նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպատ ձայն, որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը ի սկզբանե պարզ էր, բայց որ ընդդիմությունն էլ մատների արանքով կնայր այդ նախագծին, չեր ներկայանա նիստին, մանավանդ նախագծի հեղինակ ֆրակցիայի падգամավորները դժվար էր պատկերացնել։ Իսկ նախագծի քվեարկությանը բացակայում են Պատիվ ունեմից Թագուհի Թովմասյանն ու Մարտուն Գրիգորյանը, չհաշված հավերժ բացակայող Իշխան Զաքարյանին։ Հայաստան դաշինքից էլ 7 падգամավոր։